Շիրակի մարզի Ախուրյան համայնքը շուտով կունենա 2 մասնավոր և 1 համայնքային սպանդանոցներ։ Սպանդանոցների շինարարության գործընթացը շարունակվում է նաև մարզի այլ համայնքներում։ Շիրակի մարզում վերջին տարիներին ակտիվ փուլ է մտել սպանդանոցների կառուցման գործընթացը, որը նպատակ ունի լուծելու մորթի կազմակերպման տարիներով կուտակված խնդիրը, ապահովելու սննդամթերքի անվտանգության պահանջների պահպանումը։ Համայնքի համար ասեմ, որ առաջինը պահանջ էր, որը համայնքը չուներ, այս դեպքում մենք մեր կողմից տրվող պատասխանը համապատասխան բնակիչներին չունենք, որտեղ այլընտրանքը չկար, այս դեպքում էլ չի կարող բնակիչը հարց բարձրացնել, թե եթե լիներ սպանդանոց կօգտվեինք, եւ եթե ըստ գործող կարգի բոլոր մորթերը գնան նրան, որ պետք է սպանդանոցային լինի, այստեղ ակնկալվում է համայնքի համար նաեւ եւ լրացուցիչ եկամուտ եւ լրացուցիչ աշխատատեղեր։ Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի փոխանցմամբ համայնքում այս պահին ընթանում են միաժամանակ մի քանի ծրագրեր։ Համայնքային սպանդանոցը նախատեսված է Ախուրյան բնակավայրի համար, շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկած են։ Սպասում ենք, որպեսզի սպանդանոցը մոդուլային սպանդանոց է, տեղ հասնի եւ տեղ հասնելուն պես արդեն երևի մի շաբաթվա ընթացքում կառուցվի, երբ տեղ հասավ։ Մասնավորներից մեկը Շիրակ բնակավայրում է, մեկը Կրաշեն բնակավայրում է, իսկ համայնքի միջոցներով կառուցվողը Ախուրյան բնակավայրում է։ Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը նշում է, որ 2025 թվականի սկզբից մարզպետի հանձնարարականով ակտիվ աշխատանքներ են տարվել համայնքների հետ սպանդանոցների ձեռքբերման ուղղությամբ։ Առաջի հայտ ունեցել ենք Աշոց համայնքից, Աշոցի համայնքապետարանի կողմից ձեռք է բերվել 1 շարժական մոդուլային սպանդանոց, որը տեղադրվել է Վարդախբիր բնակավայրում, արժեքը 19 միլիոն դրամի սահմաններում եւ 2 սպանդանոցներ Ախուրյան եւ Արտիկ համայնքների կողմից հայտ է ներկայացվել, Ախուրյանի հայտը բավարարվել պայմանագիրը կնքված է այս պահին մատակարարման փուլում է 49.5 միլիոն դրամ արժեքով, երկուսն էլ նույնատիպ տեղադրվելու Ախուրյան բնակավայրում եւ Արտիկինը ընթացքի մեջ է պայմանագրի կնքման եւ կանխավճարի վճարման հետ կապված հարցերն առաջ եկել։ Ռոման Համայակյանի խոսքով գործող օրենսդրությունը թույլ է տալիս, որ սպանդանոցները ծառայություն մատուցեն նաեւ այլ մարզերի տնտեսվարողներին, ինչը համայնքներին հնարավորություն է տալիս հավելյալ եկամուտ գեներացնել։ Արժեքը գրեթե բոլոր տնտեսվարողների մոտ համանման արժեքներ են գրանցված, նաեւ պետք է նշեմ, որ կառավարության որոշմամբ սահմանվել էր նաեւ, որ այն գյուղացիական տնտեսությունները, ովքեր կցանկանան օգտվել սպանդանոցային ծառայություններից, վճարի փոխհատուցում կիրականացվի նաև պետական միջոցների հաշվին, ոչ ավել քան 10,000 դրամը, եթե օրինակի համար մեկ խոշոր երջերավորի մորթի համար նախատեսված էր 15,000 դրամ մորթի արժեք, 10,000 դրամ վճարվում է պետության կողմից, 5,000-ը արդեն տնտեսվարողի, որը լուրջ խթան է։ Այս սպանդանոցների մասով նաև տնտեսվարողներին աջակցելու նպատակով գործում էր ավելացված արժեքի հետ վերադարձի սկզբունքը, որ այն տնտեսվարողները, ովքեր սպանդանոցային ծառայություններ են մատուցում եւ ավելացված արժեքի հարգեին ուծել պետական բյուջե, դրա 75%-ը այդ վերադարձը իրականացում, որպեսզի ստեղծվեր համանման պայմաններ սեփական տնտեսության սպանդանոցների եւ ծառայություն մատուցող տնտեսվարողների համար։ Կարելի է ասել, որ 2026 թվականին Շիրակի մարզը կունենա առնվազն 7-ից 8 նոր կամ վերագործարկվող սպանդանոց։ Դրանցից մի քանիսը կլինեն համայնքային, մոդուլային կամ շարժական, իսկ մյուսները մասնավոր ներդրումներով կառուցված կամ վերակառուցված։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։